Երևանում մանկապարտեզների գեծ անրաբեռնվածության խնդիրը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ հազարավոր ընտանիքների համար։ Ծնողները տարիներով ստիպված են սպասել, մինչև իրենց երեխաները կընդունվեն նախադպրոցական հաստատություն, իսկ շատ դեպքերում այդ սպասումն ավարտվում է արդեն դպրոցական տարիքում։ Երևանում նախադպրոցական հաստատություններում հերթերի խնդիրը սրվեց հատկապես կորոնավիրուսի համավարակի տարիներին, երբ սահմանափակումների պատճառով մանկապարտեզներում ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Արդյունքում հերթեր կուտակվեցին ու մինչև օրս ամբողջությամբ չեն կարգավորվել։ Վերջին 10 տարիներին Երևանի մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը հիմնականում տատանվել է 25-ից 30 հազարի միջակայքում։ Ներկայում մայրաքաղաքում գործում է 171 համայնքային եւ գերատեսչական մանկապարտեզ, սակայն դրանց մի մասը ժամանակավորապես փակ է։ Երեխայիս 2 տարեկանից հերթագրել ենք մանկապարտեզ, հիմա արդեն 4,5 տարեկան է ու ասեցին, որ մենակ սեպտեմբերից կարող է ընդունվել։ Մենք կարիքավոր ընտանիք ենք, նպաստառու ենք։ Ես չեմ կարողացել աշխատել, որովհետև երեխաս մանկապարտեզ չի հաճախել։ Մասնավորել տանելու հնարավորություն չունեի։ Այս պահին Երևանում վերանորոգվում է 24 մանկապարտեզ, դրանց գործունեությունը դադարեցված է։ Մասնագետների խոսքով հենց սա է հերթերի ավելացման հիմնական պատճառներից մեկը։ Երևանում մանկապարտեզները անվճար են, այսինքն ծնողները չեն վճարում, այլ տեղական իշխանություններն են վճարում դրա համար, իսկ մարզերում հիմնականում դա վճարովի է։ Եվ դա է պատճառը, որ շատ ծնողներ սոցիալական վիճակից ելնելով իրենց երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ տանել։ Երկար սպասումը ստիպել է ծնողներին այլընտրանքային լուծումներ փնտրել։ Ամենատարածվածը մասնավոր մանկապարտեզներն են։ Վերջին 11 տարիներին Երևանում մասնավոր նախադպրոցական հաստատությունների թիվը աճել է 33-ից հասնելով 59-ի։ Այդ նույն ժամանակահատվածում մասնավոր մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը աճել է մոտ 73%, սակայն ոչ բոլոր ընտանիքները ունեն նման հնարավորություն։ Մասնավոր մանկապարտեզներում ամսական վճարը միջինը 70-ից 80 հազար դրամ է, ինչը շատերի համար անհասանելի է։ Մասնագետների կարծիքով խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերանայել քաղաքաշինական մոտեցումները եւ նոր թաղամասերի կառուցապատման ընթացքում պարտադիր դարձնել նաեւ կրթական հաստատությունների, այդ թվում նաեւ մանկապարտեզների առկայությունը։ Ու մինչեւ առարկայական փոփոխություններ կլինեն կամ նոր մանկապարտեզներ կկառուցվեն, հազարավոր երեխաներ շարունակում են մնալ հերթերում, զուրկ մնալով նախադպրոցական կրթության հնարավորությունից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։